Ողջույն բոլորին, բարի գալուստ մեր այս նոր բացատրական վերլուծությանը։ Գիտեք, եկեք մի պահ պատկերացնենք մի իրավիճակ, մի ամբողջ ժողովուրդ, որը զրկվել է իր բուն հայրենիքից, ոչ միայն նոր տուն է գտնում լրիվ օտար ափերին, այլև հիմնում է անհավանական հզոր մի թագավորություն։ Հենց սա էլ կուսումնասիրենք այսօր՝ Կիլիկյան Հայաստանի էպիկական շուրջ 300-ամյա պատմությունը։ Մենք կտեսնենք, թե ինչպես ուղակի հանճարեղ դիվանագիտությունն ու ճկունությունը թույլ տվեցին այս մարդկանց ոչ միայն գոյատևել, այլև իսկապես ծաղկել միջնադարի ամենավտանգավոր խաչմերուկներում։ Դե ինչ, եկեք միանգամից անցնենք բուն թեմային։ Ուզում եմ սկսել այս ցնցող մեջբերումով, որն արվել է դեռևս 14-րդ դարում վենետիկցի Մարինո Սանուդոյի կողմից։ Լսեք, թե ինչ է նա ասում. Հայոց թագավորը գտնվում է 4 կատաղի գազանների ժանիքների ներքո, առյուծի, այսինքն թաթար-մոնղոլների, ընձառյուծի, սուլտանի, գայլի թուրքերի և օձի ծովահենների։ Ուղղակի անհավանական է, չէ՞։ Պատկերացնում եք այն աշխարհաքաղաքական ճնշումը, որի տակ նրանք ապրում էին։ Ուրեմն ինչ ենք անելու այսօր։ Նախ արագ կանցնենք Ռուբինյանների իշխանության հիմնադրման վրայով, հետո կխոսենք Լևոն Ա.ի թագադրման մասին, երրորդ կետով կքննարկենք Հեթում Ա.ին և նրա հարաբերությունները մոնգոլների հետ, դրանից հետո կանցնենք մշակույթին Թորոս Ռոսլինի գլխավորությամբ և ի վերջո կհասնենք թագավորության տխուր անկմանը։ Լավ, եկեք սկսենք հենց առաջին բաժնից՝ Ռուբինյանների իշխանության հիմնադրումը։ Գիտեք, այս պետականության գոյատևման տևողությունն ինքնին արդեն իսկ ապշեցուցիչ է։ Ամեն ինչ սկսվում է հեռավոր 1080 թվականից և ձգվում մինչև 1375 թվականի անկումը։ Այսինքն, գրեթե 300-ամյակ հայերը կարողացան պահպանել իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը մի տարածաշրջանում, որտեղ, անկեղծ ասած, շատ ավելի հզոր կայսրություններ էին հողին հավասարվում։ Իսկ ամեն ինչ սկսվեց ըստ պետության աքսորից։ 1080 թվականին Ռուբեն առաջին իշխանը հավաքեց իր զորքերն ու ապստամբեց բյուզանդական կայսրության դեմ։ Նրանք գնացին ու ամրացան Տավրոսի անառիկ լեռներում։ Բայց պետք է հասկանալ, որ սա պարզապես տեղափոխություն չէր, դա իսկական գոյաբանական պայքար էր։ Հենց առաջին իսկ օրվանից նրանք բախվում էին արտաքին սպառնալիքների, թե բյուզանդացիների, թե սելջուկ թյուրքերի կողմից։ Կյանքն այնտեղ հաստատ հեշտ չէր։ Շարժվենք առաջ դեպի երկրորդ բաժին՝ Լևոն Ա.ի թագադրումը։ Հիմա այնինչ իսկապես հետաքրքիր է այստեղ երկրի կարգավիճակի այս անհավանական կտրուկ անցումն է։ Նայեք համեմատությանը։ Մի կողմում ունենք խոցելի վասսալներով և մեկուսացված լեռնային ամրոցներով փոքրիկ մի իշխանություն, իսկ մյուս կողմում արդեն միջազգայինորեն ճանաչված թագավորություն։ Եվ ոչ միայն դա, այլև թագավորություն միջերկրական ծովի հսկայական առևտրային նավահանգիստներով։ Լևոնան ուղղակի հանճարեղ կերպով ռազմավարական տեսանկյունից օգտագործեց խաչակրաց արշավանքներին ընձեռած հնարավորությունները, որպեսզի վերջնականապես ամրապնդի իր երկրի դիրքերը։ Եվ քանի դեռ խոսում ենք մասշտաբների մասին, ուղղակի ուշադրություն դարձրեք այս թվին՝ 40,000 քառակուսի կիլոմետր։ Սա Կիլիկիայի հայկական թագավորության տարածքն էր 10-րդ դարում, որն ուներ ավելի քան 1 միլիոն բնակչություն։ Սա հստակ ապացույց է, որ Կիլիկիան ուղղակի փոքրիկ մեկուսացված խմբավորում չէր սարերում, այլ աշխարհաքաղաքական շատ լուրջ խաղացող, որի հետ հարևան կայսրությունները հաստատ ստիպված էին հաշվի նստել։ Բայց ամենակարևոր պահն այն է, թե ինչպես տեղի ունեցավ այս ամենի լեգիտիմացումը։ 1198 թվականի հունվարի 6-ին, հենց Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքում Լևոնը թագադրվեց։ Եվ գիտեք, սա դիվանագիտական միանգամայն փայլուն քայլ էր։ Նա օծվեց հայոց կաթողիկոսի կողմից, սակայն թագը ստացավ սրբազան ռոմեական կայսրից, և նրա նոր կարգավիճակը վավերացվեց թե Ռոմի պապի, թե Բյուզանդիայի կայսր կողմից։ Նա նույնիսկ իր արքունիքը վերակազմավորեց խաչակիրների, այսինքն ֆրանկական սովորույթների օրինակով, ինչի շնորհիվ եվրոպական ուժերի համար դարձավ շատ ավելի հասկանալի ու ընդունելի դաշնակից։ Խելացի չէ՞։ Ինչը մեզ բերում է երրորդ բաժին՝ Հեթում Ան և մոնգոլները։ Այս փոքրիկ աղյուսակը հիանալի կերպով ցույց է տալիս Հեթումի այսպես կոչված մաքոքային դիվանագիտությունը։ Տեսեք, մոնգոլների դեպքում նա ընտրեց գերագույն իշխանության ճանաչման և տուրք վճարելու ուղին։ Խաչակիրների հետ նա դաշինքներ էր կնքում ամուսնությունների միջոցով, իսկ հա մամլուքների դեմ այնտեղ նա պահպանում էր սահմանային խիստ ու կոշտ պաշտպանություն։ Սա պարզապես գոյատևելու լավագույն մատրիցան էր մի տարածաշրջանում, որտեղ դաշինքներն անընդհատ ու կայծակնային արագությամբ փոխվում էին։ Իսկ հիմա մի պահ պատկերացրեք այս մարդու պրագմատիկ հանճարը։
1254 թվականին Հեթում թագավորը որոշեց ձեռնարկել մի դաժան, բայց շատ համարձակ ճամփորդություն։ Նա անցավ ամբողջ Կենտրոնական Ասիան ու հասավ Կարակորում, անձամբ Մանգու խանի հետ դաշինք կնքելու համար։ Նա պատրաստ էր գնալ այս ծայրահեղ քայլին, միայն թե փրկեր իր ժողովրդին։ Եվ արդյունքում նա ոչ միայն ապահովեց երկրի անվտանգությունը սարսափելի մոնգոլական արշավանքներից, այլև նույնիսկ հարկային արտոնություններ ստացավ հայկական եկեղեցիների համար մոնգոլների կողմից վերահսկվող բոլոր տարածքներում։ Սա ուղղակի ֆանտաստիկ արդյունք էր։ Անցնենք 4-րդ բաժնին՝ Թորոս Ռոսլին եւ մշակույթ։ Այստեղ եկեք մի փոքր դանդաղեցնենք տեմպն ու ուղակի գնահատենք արվեստի եւ գիտության այս սրբավայրը։ Խոսքը Ռոմկլայի գրչատան մասին է, դա մի ամրացված հայրապետական նստավայր էր Եփրատ գետի ափին։ Կոստանդին կաթողիկոսի հովանավորությամբ այն վերածվեց մանրանկարչության եւ ձեռագրերի ստեղծման աներևակայելի ակտիվ կենտրոնի։ Պարզապես պատկերացրեք, այնտեղ ստեղծվում էին իրական համաշխարհային մակարդակի գլուխգործոցներ։ Իսկ այս մեջբերումը լավագույնս բացահայտում է Թորոս Ռոսլինի եւ մյուս վարպետների աշխատանքի եզակի մշակութային միաձուլումը։ Աննախադեպ գլոբալ առևտրային երթուղիները, որոնք այդ ժամանակ անցնում էին Կիլիկիայով, թույլ տվեցին այս արվեստագետներին միավորել հայկական հնագույն ավանդույթները նոր արարությունների հետ։ Նրանք վերցնում էին գաղափարներ, որոնք խաչակիրները բերել էին Եվրոպայից, ոգեշնչվում էին իսլամական արվեստով եւ անգամ չինական մոտիվներով։ Սա իսկական գլոբալիզացիա էր միջնադարյան մանրանկարչության մեջ։ Ուղղակի նայեք այս շքեղությանը։ Զեյթունի ավետարանը, որը թվագրվում է դեռևս 1256 թվականով, Ռոսլինի առաջին հայտնի աշխատանքն է, բայց այստեղ արդեն պարզ երևում է նրա հանճարը։ Հետո ունենք Սեբաստիայի ավետարանը, որտեղ նա ներկայացրեց ապշեցուցիչ հարուստ պատմողական նկարազարդումներ, իսկ ահա Կերան Թագուհու ավետարանը այն պարզապես շլացնում է իր արցնապակի հիշեցնող գույներով եւ ոսկու ուղակի շռայլ օգտագործմամբ։ Այս ձեռագրերը իսկական վիզուալ հարստություն էին, որոնք վառ կերպով խորհրդանշում էին դարաշրջանի ամբողջ փայլը։ Սակայն ամեն ինչ ունի իր վերջը։ Մաս 5-րդ թագավորության անկումը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է այս ամենը քայլ առ քայլ մոտենում իր անխուսափելի եւ ողբերգական վերջաբանին։ Այս ցանկը ցույց է տալիս այն ռազմական եւ ներքին աղետների արագ հաջորդականությունը, որոնք ի վերջո կուլ տվեցին պետությունը։ Նախ Մարիի աղետը մամլուքների դեմ 1266-ին, որից հետո Դաշնակից Անտիոքիի անկումը 1268-ին։ Այս ամենին գումարվեցին նաեւ խորը ներքին կրոնական պառակտումներն ու լատինականացման փորձերը։ Դրանք պարզապես մսխեցին եւ թուլացրին հասարակությունը։ Եվ վերջապես մամլուքները գրավեցին մայրաքաղաք Սիսը 1375 թվականին։ Եվ ցավոք, հենց այստեղ էլ ավարտվում է Կիլիկիայի քաղաքական պատմությունը։ Վերջին թագավորը Լևոն 5-րդ Լուսինյանը 1375 թվականին գերի ընկավ մամլուքների ձեռքը։ Նա իր կյանքի մնացած մասը անցկացրեց աքսորի մեջ եւ ի վերջո մահացավ Փարիզում 1393 թվականին արքայական Տիտողլուսը փոխանցելով Կիպրոսի թագավորին։ Սա պետականության իսկապես ողբերգական եւ անշրջելի կորուստ էր։ Բայց գիտեք, մեր այսօրվա վերլուծությունն ավարտելուց առաջ ուզում եմ ձեզ թողնել մի շատ խորը մտորման առիթ։ Ինչպես է ստացվում, որ մի ամբողջ թագավորություն, որը լիովին ջնջվեց աշխարհի քարտեզից դարեր առաջ, կարողացավ թողնել այնպիսի անհավանական մշակութային եւ արվեստի ժառանգություն, որն այսօր էլ գոյատևում եւ հիացնում է մարդկանց աշխարհի լավագույն թանգարաններում։ Հարց է, չէ՞։ Կարծում եմ հայկական մշակույթի այս ֆանտաստիկ ճկունությունն ու դիմադրողականությունն արժե, որպեսզի ինքներդ շարունակեք ուսումնասիրել պատմական սկզբնաղբյուրները։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, կհանդիպենք։